Քաղաքական գործիչներից մեկն ասել էր Նիկոլին հեռացնելու համար պետք է միջոցների միջև խտրականություն չդնել, նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց։ Ֆիքսենք, Նիկոլ Փաշինյանը եկեղեցին քանդելու միջոցների միջև խտրականություն չի դնում, բանակը քանդելու միջոցների միջև խտրականություն չի դրել, Արցախը հանձնելու միջոցների միջև խտրականություն չդրեց, քաղաքական հակառակորդներին ճնշելու միջոցների միջև խտրականություն չդրեց, թիմի թալանի հարստացման միջոցների միջև խտրականություն չեն դնում, բայց ի հակառակ այս նշածս ու չնշածս դեպքերի, ի հակառակ քաղաքական գործ չի Նիկոլի դեմ քրգործառուցողը, ձերբակալողը չկա։ Այն կառույցները, որ պետք է Փաշինյանին ձերբակալեին, սրբազանին ու հոգևորականներին են տանում անհայտ ուղղությամբ։ Այն ճաղերը, որոնց հետևում պետք է լիներ Փաշինյանը, հիմա Միքայել Սրբազանն է, կամ Բագրատ Սրբազանն է, կամ Սամվել Կարապետյանն է, կամ Արթուր Սարգսյանն է ու եւս 100 հոգի։ Բայց քանի որ այդ կառույցները Նիկոլ Փաշինյանի հրահանգներն են կատարում ու լի վարձատրվում են մեր միջոցներից, դրա համար էլ վախենամ մենք շուտով ունենանք կալանքի տակ գտնվող 3-րդ Սրբազանը։ SMS-ով կառավարվող քննչական համակարգում միանշանակ հասկանալի իրավիճակ է։ Ձերբակալում են ու տանում անհայտ ուղղությամբ, առևանգում են այսինքն։ Մարդկանց ձերբակալում են ու զրկում պաշտպանության իրավունքից, բայց ավելի վատն էլ կա, կալանավորում են, չեն զրկում պաշտպանության իրավունքից, ավելին ունենում են շատ հայտնի փաստաբաններ, բայց մեկ է դատավորի հեռախոսը անդադար զանգ է ստացել վերևից ու պետք է կատարի հրահանգը։